Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Միջազգային արժութային հիմնադրամը հաստատել է Հայաստանին շուրջ 25 միլիոն դոլարի տրամադրումը։ Որոշումը կայացվել է Stand-by Arrangement ծրագրի առաջին վերանայման ավարտից հետո։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը դրական է գնահատել ծրագրի ընթացքը։ Հատկացվող գումարը կազմում է մոտ 25.1 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչական դատարանը արգելել է Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներն իրենց բնակարաններից։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Ավելի վաղ Արցախի բարձրաստիճան զինվորականները ծանուցումներ էին ստացել բնակարանները ազատելու պահանջով։ Փաստաբանի խոսքով ծանուցագրերում որևէ կոնկրետ խախտում նշված չէր։ Երիցյանը դիմել է դատարան գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։ Դատարանը մինչև գործի քննությունը սահմանափակել է վտարման գործընթացը։ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Արևելյան Մակեդոնիայի եւ Թրակիայի մասպետ Խրիստոդուլոս Պոստիդիսի հետ։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ թրիփ նախագիծը, շեշտադրելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները։ Քննարկվել է նաեւ հայկական արտադրանքի արտահանման հեռանկարները, եվրոպական շուկաներ եւ հունական ենթակառուցվածքների հնարավոր մասնակցությունը այդ գործընթացում։ Մարզպետը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ եւ ընդգծել է Ալեքսանդրապոլիի նավահանգստի եւ օդանավակայանի ռազմավարական նշանակությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդգար Ասրյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29743 քառակուսի կիլոմետր։ Նա շեշտել է, որ ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Անկլավների վերաբերյալ հարցին Ասրյանը պատասխանել է, եթե դրանք ներառված են Հայաստանի տարածքում, ապա ոչ մի միլիմետր չի զիջվելու։ ԿՇՊՏ վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման դիրքորոշումը։ Նրա խոսքով այս հարցում որևէ փոփոխություն չի նախատեսվում։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, հույս ունի Հայաստանում իրավիճակը կկայունանա նախորդանական ընտրություններից հետո։ Լեբեդևի խոսքով ընտրությունները տեղի են ունեցել բարդ պայմաններում։ Միաժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելությունը արձանագրել է, ընտրատեղամասերում գործընթացը նորմալ է ընթացել։ Նա նշել է, առաքելությունը հետևել է նաև նախընտրական զարգացումներին։ Լեբեդևը հույս է հայտնել, հետընտրական իրավիճակը կհանդարտվի։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, գործի քննությունը շարունակվում է։ ԱԱԾ-ն հաստատել է ներքին ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման աշխատանքները դեռ շարունակվում են։ Գերատեսչության տվյալներով իրականացվում են փշալարային արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։ Խոսքը Տավուշի մարզի սահմանային հատվածի մասին է։ Քարտեզային տվյալներով որոշ հատվածներում ցանկապատը արդեն կառուցվել է։ Մի քանի 100 մետր երկարությամբ տարածքում աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Շինարարությունը իրականացվում է սահմանազատման գործընթացի շրջանակում։ Մարիա Զախարովան հայտարարել է, Հայաստանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ եվրասիական ինտեգրման նախագծերի մասնակցության պահանջարկը։ Նրա խոսքով եվրասիական կառույցները Հայաստանին տալիս են իրական եւ շոշափելի արդյունքներ։ Զախարովան նշել է, հայաստանյան հասարակության լայն շերտերում առկա է ռուս-հայկական հարաբերությունների հետեւողական զարգացման ցանկություն։ Նա հայտարարել է, հարաբերությունների աջակցությունը հիմնված է փոխգործակցության գործնական օգուտների գիտակցման վրա։ Ռոսսելխոզնadzորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է, Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքի նկատմամբ իրականացվում է ամսական մոնիթորինգ։ Նրա խոսքով յուրաքանչյուր ամիս վերլուծվում են շուկամուտ գործող ապրանքները։ Խախտումների աճի դեպքում ռուսական կողմը բանակցություններ է սկսում գործընկերների հետ։ Վերահսկողությունը շարունակվում է։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոյը հայտարարել է, Հայաստանը պետք է հիշի Ռուսաստանի դերը իր անկախության պահպանման հարցում։ Նրա խոսքով Մոսկվան միշտ եղել է Հայաստանի անկախության երաշխավորը։ Վերջինս նշել է, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրության դեպքում այդ հանգամանքը պետք է հաշվի առնել։ Նա նաեւ ընդգծել է ռուս եւ հայ ժողովուրդների պատմական կապերը։ Հատուկ ներկայացուցչի խոսքով Հայաստանը ներկայիս տեսքով մեծապես ձևավորվել է Ռուսաստանի կայսրության եւ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում։ Նա հավելել է, հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ շահերի վրա հիմնված։